Կխնդրեմ անդրադառնալ Անտալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի արտաքին գործերի նախարարի հնչեցրած թեզերին։ Արարատ Միրզոյանը այսպես իրավականորեն փորձում էր ադրբեջանցի իր պաշտոնակցին բացատրել, որ Հայաստանի սահմանադրությունից, անկախության հռչակագրից վտանգ չկա Ադրբեջանին, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Կխնդրեմ այսպես իրավական տեսանկյունից անդրադառնալ հարցին, ինչքանով էր տեղին այդ դիտարկումները։ Բարի, տեսեք, իրականում եթե մենք ունենայինք ազգային շահ ներկայացնող իշխանություն, դիտարկումները շատ տեղին էին, որովհետև իրապես ես ինքս գտնում եմ, որ մեր սահմանադրությունը որևէ տարածքային պահանջատիրություն չունի Ադրբեջանի նկատմամբ, եւ մեր սահմանադիրը 1995 թվականին կազմելով մեր նորաթուխ սահմանադրության տեքստը շատ նրբանկատ իրավական լուծում է գտել մեր անկախության հռչակագրին հղում կատարելով իրավական ուժ տալու անկախության հռչակագրին, որը մեր պետության ծննդյան վկայականն է։ Ու անկախության հռչակագրերը իրենք անձեռնմխելի փաստաթղթեր են յուրաքանչյուր պետության համար։ Հաշվի առնելով կարելի էր դրականորեն մեկնաբանել Արարատ Միրզոյանի նման պնդումը ու կիսել այդ մոտեցումը, եթե իրենց իսկ իշխանության նախորդիվ գործողություններին ականատես չլինեինք, ինքը ինչ էր անում, ինքը մի կողմից ասում էր, որ չունի որևէ պահանջատիրություն, որովհետև հղում կատարեց սահմանադրական դատանի տխրահռչակ որոշմանը, որով գնահատական է տրվել այդ անկախության հռչակագրին ու դրույթներին, մյուս կողմից էլ եկավ ինքն իրեն հակադարձելու։ Եթե դու նախորդիվ իսկ Ադրբեջանը շատ տարբեր հարթություններում, թե իրավական, թե քաղաքական, թե դիվանագիտական շատ պրոֆեսիոնալ ու համակողմանի մոտեցում է անում ի դժբախտություն մեզ։ Իրենք ունեն նման պահանջատիրություն մեր սահմանադրության փոփոխության ու արդեն նոր սահմանադրության ընդունման տեսքով, որովհետև ակնհայտ է, մենք թեւակոխեցինք նոր սահմանադրության ընդունման ձևաչափ հրաժարվելով սահմանադրական փոփոխություններից, որովհետև Ադրբեջանը պահանջ ունի, որպեսզի մենք սահմանադրության նախաբանից հրաժարվենք հղումից առ մեր անկախության հռչակագիր։ Իսկ երբ իրենք չեն գնում սահմանադրության փոփոխության ճանապարհով, հասկանալով, որ հանրության մեջ տարընկալումները շատ մեծ են ու վստահ չեն իրենց համար ցանկալի արդյունքի համար, բայց զարտուղի իրավական մեխանիզմ են մտածում եւ սահմանադրական դատանի ձեռամբ լրիվ ոչ առնչելի փաստաթղթի շրջանակում հղում են կատարում, հիշեցնենք հանրությանը, մենք ունենք սահմանադրական դատանի քննությանը ներկայացրած սահմանազատման փաստաթուղթ Ադրբեջանի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների միջև։ Այդ փաստաթուղթը շատ խնդրահարույց դրույթներ ուներ։ Սահմանադրական դատարանը այդ փաստաթղթի շրջանակում ընդունում է մոտ 35 էջանոց որոշում եւ ընդամենը մոտ 5 էջի շրջանակում է այդ փաստաթղթին անդրադառնում, որում որևէ էական խնդրահարույց նորմի հղում չի կատարում, ընդամենը արտատպում է այդ նորմերը։ Իսկ այն մյուս 30 էջերում ինքը անդրադարձ է կատարում մեր անկախության հռչակագրին, ասելով, որ անկախության հռչակագրի հենց Լեռնային Ղարաբաղի միավորմանը եւ ցեղասպանության պահանջ ուղղակի դա արտատպելով եւ ցեղասպանության պահանջներ անուղղակի նշելով, դրանք այլևս մեկնաբանելի չեն եւ իրավական ուժ չունեն։ Սա ծայրաստիճան հակաիրավական է մոտեցում է իմ գնահատմամբ, որովհետև կրկին ընդգծում եմ, դա իրենց քննության առարկան չէր մեկ այդ պահին։ Երկրորդ, մենք նախորդիվ օրինակ ունենք այլ սահմանադրական դատանի որոշումներ նույն ցեղասպանության հարցի նվիրված։ Հիմա կարող են իրենք պետական մարմնի ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինձ ներկայացնել, երբ իրենք այդպես վիրավորվում են, գնահատականներից սահմանադրական դատանի որոշման վերաբերյալ։ Ինչպես կարող է սահմանադրական դատանի մեկ որոշումը հակասել նախորդիվ մեկ այլ որոշմամբ եւ տալ ծանրակշռության աստիճան, որն է ավելի կարեւոր, որը չէ։ Ըստ նորմատիվ ակտերի մեկնաբանման կանոնի մենք առավել ընդունելի ենք համարում առավել վաղ ընդունված իրավական ակտը, եթե տենց մոտեցում դրսևորենք։ Այստեղ Արարատ Միրզոյանը ինքը տրամաբանական շղթան խախտում է ու հակառակորդը իրեն ճնշում է այդ շղթայի խախտմամբ, ինքը հղում է կատարում սահմանադրական դատանի որոշմանը, որպեսզի համ ասում է, որ դուք տեսեք, պետք է կողմնորոշվեք, դուք կամ ասում եք, որ մեր սահմանադրությունը խնդիր չունի ու մենք չենք կարող գնալ ձեր սպառնալիքի ու պահանջատիրության ներքո մեր սահմանադրության փոփոխման ճանապարհով, կամ
ասում եք, որ ունի խնդիրը, մենք փորձել ենք սահմանադրական դատանով լուծել, բայց դրան զուգահեռ է դուք նաև ձեր ներպետական process-ում արդեն վարչապետի որոշման մեջ փոփոխություն եք կատարել, գրել եք, որ նոր սահմանադրություն եք ընդունում։ Վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խոսում են նոր սահմանադրության գաղափարի ու process-ի մասին։ Դա ներքին օրակարգ է, ոչ թե արտաքին։ Ակնհայտորեն արտաքին օրակարգի սպասարկում է, որովհետև կրկին ընդգծեմ, մինչ օրս նորմալ բովանդակային որևէ process չի ներկայացվել, որը հիմնավորեր ու կպայմանավորեր նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը։ Իրենք միշտ ունեցել են սահմանադրության փոփոխման օրակարգ, ինչու հենց զուգահեռ ու անմիջապես Ադրբեջանի նախագահի հայտարարությանը հաջորդեց նոր սահմանադրության ընդունման գաղափարը։ Ակնհայտ է, որ դա արտաքին եկող սպառնալիք էր ու այստեղ Արարատ Միրզոյանը ինքը հայտնվեց շատ տգեղ իրավիճակում, որովհետև եւ խոցելի իրավիճակում, որովհետև մի կողմից ասաց, որ մեր սահմանությունը ձեզ համար խնդրահարույց չի ու պահանջատիրություն չունի, մյուս կողմից է միևնույն ժամանակ ասեց, որ մեր սահմանադրական դատան այդ խնդիրը լուծել է նոր սահմանադրության ընդունման ու հանրակրվեի կարիք չկա։ Ինչին էլ իր թշնամի պետության ներկայացուցիչը հակադարձումներ կատարեց ու մի բան էլ շահարկեց, որ արդյոք կարող է սա մենք մեկնաբանենք, որ հրաժարվում եք խաղաղության օրակարգից, ընդ որում ընդգծենք, որ Արարատ Միրզոյանը ծայր աստիճան բարեկիրթ չափից ավելի, գծի մեջ էր, նա հայտարարեց, որ ըստ էության օդի մեջ իրենք որևէ թշնամական հարաբերություն այլևս չունեն Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Ադրբեջանում այս պայդրությամբ մեր ռազմագերիներն են գտնվում։ Մի խոսքով հայ մարդու համար, երբ այդ քննարկումը դիտում եք, բավականին ծայրաստիճան հականկալումների դաշտ էր բացվում, որի տիրույթում նաև հենց ինքը իր պատասխանների մեջ հայտնվեց, ԱԳՆ նախարարը։ Մյուս կողմից էլ, բայց Հայաստանը բարձրացրեց Ադրբեջանի սահմանադրությունում խնդրահարույց հարցեր լինելու, բարձրաձայնեց այդ մասին, բայց ասաց, որ սա բանակցային սեղանին չի դնում որպես նախապայման։ Արդյոք կարևոր էր բարձրաձայնում, արդյոք ինչ որ նշանակություն կարող է ունենալ։ Տեսեք, կրկին եմ ընդգծում, իմ գնահատմամբ ես շատ ուրախ կլինեի, կիսել իր մի քիչ ավելի ծանր խոսքը ու մոտեցումները, եթե բանավեճ անվանենք, հակադարձումներում, ու կրկին ինքը շատ վատ դիվանագիտական տեսանկյունից իմ գնահատմամբ թույլ դիրքեր ընդունեց, այո, ինքը հաթաթատվեց, որ դուք ունեք ի հեճուկս մեզ տարածքային պահանջներ, բայց մենք տեսեք ինչ մեծահոգի ենք, այդ մասին չենք բարձրաձայնում եւ չենք դարձնում դա բանակցային գործընթացի պարտադիր պահանջ։ Իսկ միգուցե պետք էր բարձրաձայնել եւ միգուցե պետք էր մինչ օրս մի շարք իրավահարաբերություններում հայելային պարտավորությունների գոնե փողզիջման հարթություն տեղափոխվել, որպեսզի չգայենք հասնենք այս իրավիճակին, երբ դուք անգամ արդարացի ինչ-որ բան եք բարձրաձայնում ու ադրբեջանական կողմը սկսում է շանտաժային տարերով ձեզ հակադարձել, որ տես հնարավոր է արդյոք նախ մեր սահմանադրությունը որևէ տեղանուն չի պարունակում հղումի տեսքով մեկ, երկրորդն էլ ասում է հնարավոր է մենք սա մեկնաբանենք որպես հրաժարում բանակցային գործընթացի բնականon հիմքից եւ հնարավոր է որ ձեր խոսքը կեղծիք է եւ դուք նպատակ չունեք ամենևին էլ այս ամփոփելու բանակցային process-ը ու դնելու երկակի վատ դրության մեջ ճակերտավոր, մեր արտաքին գործերի նախարարին։ Ես համոզմունք ունեմ, եթե մի քիչ մեր բանակցային գործընթացը բոլոր հարթություններում թե քաղաքական, թե իրավական ավելի ատամային լիներ եւ առնվազն գոնե այս հայտարարակ միակողմանի զիջման դիվանագիտությունից փողզիջման տիրույթում գտնվենք, հաստատ մեր արտաքին գործերի նախարարը շատ ավելի քիչ խոցելի վիճակում կլիներ այս գործընթացում։